Ռուսաստանի արտգործ նախարարության մամլոք հարտուղարը այսօր հերթական անգամ առաջարկել է Ռուսաստանի ծառայությունները Հայաստանին դիմագրավելու հիբրիդային վտանգներին։ Սա ասում է մի ֆաշիստական երկրի արտգործ նախարարության մի հակասանիտարական մամլոք հարտուղար, որը շատ լավ գիտի, թե ինչ է անում իր երկիրը մեզ մոտ, որովհետև հենց այնտեղ նույնիսկ անհատական ցույցերը մաքուր թղթով հիմք են դառնում մարդկանց երկար ժամանակով կալանավորելու եւ բանտ տանելու։ Եվ ահա նա մտահոգված է Հայաստանի ժողովրդավարությամբ, այդ ժողովրդավարության դեմ ոտնձգություններով։ Բայց սա աջ ձեռքով, իսկ ձախ ձեռքով էլ իհարկե թշվշում են, որ Եվրամիությունը միջամտում է մեր ներքին գործերին, սա էլ ասում են այն պարագայում, երբ Հայաստանի կառավարությունը կատարելով իր պետական պարտականությունը, այո, ֆիքսելով իր կարողությունների բավարար չլինելը, այդ ամենի համար հրավիրում է Եվրամիությանը եւ Եվրամիության մասնագետներին մեր կարողությունները բարձրացնելու համար։ Սա պարտավոր է անել իշխանությունը։ Եվ բնականաբար, երբ թմրավաճառը առաջարկում է իր ծառայությունները թմրամոլության դեմ պայքարում, իհարկե այս ամենը այլ կերպ քան ցինիզմ գնահատել չի կարելի։ Իդեպ վարչապետն այսօր Մոսկվայում է, չգիտեմ ինչի համար, արդյունքների մասին կիմանանք հետո, բայց սա լավ առիթ է այնուամենայնիվ ռուսներին մեր երկաթուղուց վռնդելու համար, որովհետև մենք չենք կարող այսքան երկար սպասել եւ սպասել նրան, թե ինչպես են ճանապարհները շրջանցելու Հայաստանը։ Համաձայն եք, միացեք մեզ։